Հանրապետության անվտանգության խնդիրների շրջանակը միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման, ինչպես նաև հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերի բազմազանեցման առումով։ Սրա հետ մեկտեղ Իրանում ընթացիկ ներքին գործընթացների կառավարման հարցում իսլամական համակարգի հաջողությունը ամենայն հավանականությամբ էական նշանակություն կունենա Մերձավոր Արևելքի և արտատարածաշրջանային դերակատարների կողմից առաջ մղվող օրակարգերի նյութականացման հարցում։ Ուշադրություն. Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը։ Սա ոչ Կրեմլի ագենտների, ոչ հիբրիդային պատերազմի հեղինակների, ոչ էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսք է։ Պարոն Փաշինյան, սա ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայության 2026 թվականի զեկույցն է։ Մի հետախուզություն, որը դուք գովել եք, գովերքել եք և որի համար բյուջեից տարեկան մի քանի միլիարդ դրամի հատկացում է արվում։ Հարցս հետևյալն է, ի վերջո։ Ինձ հետաքրքիր է, որքան անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, նորից եմ ասում, ձեր կողմից ստեղծված, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում։ Շնորհակալ եմ։ Դահլիճում լռություն։ Ես զարմանում եմ, որ կանխատեսելի հարցերին սենց արձագանք եք տալիս, անկեղծ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան հարցի համար։ Ձեր հարցը ծայրից ծայր նրա մասին է, որ Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է կամ ինչով է զբաղված, վարչապետը և կառավարությունը հոգ է տարել, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Ընդ որում, եթե այն ինչ որ տեղի ունենում Իրանում ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում և տարիներ, հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են, անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով և իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք, մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, նախորդ այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, արտաքին հետախուզական ծառայությունն է ձեր ասած զեկույցը, անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել և այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է և հետևաբար ձեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք այստեղ, ասենք հազար ներողություն, ինչ-որ սադրիչ անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության բանը վտանգենք, ինչ եք նիստ անում, չեղարկեք նիստը, այս երեխեքին ինչ եք բերել ստեղ նստացրել, հազար ներողություն, ու որ ինձ ասում եք պերաշկ ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրց հագած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լցրած չի ձեր բանի խմբակցության և ինչի քուրց չեք հագել, կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը
սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում։ Ընդհակառակը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ ինչալոց այդ ինստիտուտների գործունեության հետ կապված հաղորդագրություններ են եղեն, Արձագանք։ Պարոն Փաշինյան, Միջալոց պերաշկու տեղը կարանք ասենք, եթե Գիտեք, հանկարծ շատ խնդիրը սովեք որն է։ դուք էլ ուտեք դրան։ բոլորն էլ պերաշկել են ուտում, հացել են ուտում, ջուր են խմում, բայց երբ որ ձեր արտաքին հետախուզական ծառայությունը, նորից եմ ասում, կանխատեսում է, որ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը, եւ դուք դա ասում եք, դե զեկույցներ է, էլի տենց հազարად զեկույց է լինում, գալիս է գնում է, ու այդ պայմաններում դուք պատերազմի առաջին օրը պերաշկի եք ուտում, հարցը հետեւյալն է, թե դուք ինչ ազդակ եք ուզում տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երբ որ դուք անհոգ պերաշկի եք ուտում, այդ պերաշկին շատ սիմվոլիկ է իդեպ, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ ձեր որպես իշխանության հանրային ընկալումներում նաև տեսեք թե քանի ռիլեր ու վիդեոներ կան այդ տեսարանի հետ կապված, ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պերաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը, իսկ ավելի անկեղծ ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան, ձեր աթոռի պաշտպանությունը ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ։ Գիտեք, ես ձեզ համար վատ լուր ունեմ, երբ որ մենք պերաշկի էինք ուտում եւ այդ տեսանյութը տարածվեց համացանցով, այդ թվում միջազգային, Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ որոշեցին գնալ եւ հրապարակային ռեստորաններում ճաշել, ցույց տալու համար, որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն եւ իրավիճակը կոնտրոլի տակ է։ Եթե չեք նկատել դա, ավելի վատ, որ չեք նկատել, ինչ վերաբերում է զեկույցներին, մենք զեկույցներ ստանում ենք ամենօրյա ռեժիմով եւ ելի եմ ասում, ընդհանրապես պաշտոնյաները կարող են ենթադրենք դուք այդքան բանի կենտրոնացած եք կարկանդակ ուտելու վրա, ասենք ձեր կարծիքով, ասում եմ, Մերձավոր Արևելյան շատ հարգելի երկրի, շատ հարգարժան ղեկավարությունը ամբողջ կազմով մեր պերաշկի ռիլից հետո որոշեց գնալ ռեստորան եւ նկարահանել դա եւ համացանցում տարածել, ինչի համար։ Մեր երկրում ինստիտուտները գործում են, գիտեք, ինչ պաշտոնյաները այդ թվում քնում են պաշտոնյաները, թե չէ, բա որ քնում են, ով է երկրի անվտանգությունը ապահովում։ Ընդհանրապես ասում եմ, մենք ինստիտուցիոն